Այս գիրակի դեկտեմբերի 14-ին ժամը ուղիղ 22:45-ին բացառիկ եթեր նվիրված դավաճաններին, թալանողներին, ներքին եւ արտաքին պատերազմ հրահրողներին։ Ճիշտ է արդյոք ադրբեջանական լրատվամիջոցների պնդումները, որ Ռուբեն Վարդանյանի տեղը եւ Արցախից փախուստի պլանը Բաքվին է հանձնել Սամվել Շահրամանյանը։ Մենք ինչից պետք է զարմանանք։ Այսինքն, եթե այս հրապարակումը չլներ, մենք չգիտենք Շահրամանը Սամվելը ով է։ Դա Ռուսաստանի եւ Քոչարյանի Ալիևի քութիկն է, որը որ իրականացրեց ադրբեջանա-թուրքական այդ դարավոր երազանքը։ Գնաց եւ ստանձնեց Արցախի հանրապետության նախագահի պաշտոնը Արտուր եւ ամբողջ աշխարհի այդպես արչեւ ստորագրեց Արցախի լուծարման փաստաթուղթը։ Ու այսօր եկել է ինչ որ մի հատ վիժվածքը ստենդը ոռնում է, երաբրուր է գնում, Արցախի հարցը սենց կանենք, այնպես կանենք։ Համբալ բա դու Ղարաբաղում Արցախում է իրարա։ Ինչ կարևոր փաստաթղթեր են այրել Արցախը լքելու ժամանակ։ Արայք Հարությունյանը լինելով Արցախի շրջափակման մեջ գտնվող Արցախի պետության ղեկավար, 40 տարում շենքեր էր սարքում Մոսկվայում։ Իր այդ ճտերի հետ։ Բայց մեր փողերով չէ, բա ում փողերով։ Վերջում բանձիկով Արցախը նվեր տվեցին։ Գիշեր ինչ էր կատարում այդ օրինը Արտուր։ Արցախի այդ հիմնադրամի արխիվն էին վարում։ Բանակը թողած, տանկերը թողած, զենգզրահը թողած, այդ փող ոնց որ փող էին դուրս գրել, ում էին փոխանցել, այդ թղթերն էին վարում, որ հանգարց մենք չիմանանք, բայց մենք շատ մեծ արխիվ ունենք։ Տիկնակ եւ պարոնայք։ Եվ 30 տարի Արտուր տեսանք սրանք ինչի հասան։ Բա Քոչարյանի դաստիարակացնել այդ պետք է լինի Արտուր, այդ Քոչարյանի ստացած համակարգն է, չէ՞ Սերժի։ Չընթրլոների լրփի տղեկի հավաքածու։ Ասում ես վիրավորում է, բալավ ինչ անեմ։ Հելնեմ հերոս ասեմ Արտուր։ Լավ բան ասեք, բերեք թողան իրանց այդ արածը, եթե մենք սխալ ենք ասում, թող կողեն աշկս։ Ինչ էր գրել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում։ Արխիվային փաստաթուղթեր, որը որ հրապարակվեց, դուք այդ նամակը որ կարդում էիք, ինչ էիք հասկանում։ Ինչ-որ մի հատ մուրացկան, մի հատ ոչ լոտի գրած նամակ։ Բանը ձեր գերազանցություն, այսինքն սրանք այն աշճանի տեապկա են եղել Արտուր, որ սրանք Պուտինի կոշիկ սրբողն են եղել 2 կոպեկի համար։ Միքայել Մինասյանը ինչպես է աջակցել Սերժ Սարգսյանին։ Դուք զգում եք Արտուր մենք ինչի հետ գործում ենք։ Միքայել Մինասյան, սարքել են ինչ-որ մի հատ, չգիտեմ, բաներ էին խոսում, որ ինքը վերահսկում է, ինքը կապել է իր Վատիկան, բան ասած։ Պարզվեց շարքային պրոստիտուտկա է, պրոշներ լցնող։ Սերը փոխած։ Որ ասում սրանց տան մեջ էքերն են որոշում, նա Միքայել Մինասյանը ձեզ պարզ օրինակ Արտուր, սա կնիկ է աշխատել Սերժի աղջկա մոտ 15-20 տարի։ Ինչպես է պատրաստվում վեհապարին աջակցել Սերժ Սարգսյանը։ Եկեղեցու դեմ արշավ է պարոն Սարգսյան, ամեն կիրակի մի եկեղեցի գնում է պատարագիչների խումբը։ Կարող է ձեր երիթևը, չգիտեմ, հանրապետականները գնալ, որպեսզի պաշտպանություն եկեղեցու, թեկուզ հնչեցնել կաթողիկոսյանուն, ինչպես 1-2 երիտասարդներ են անում։ Բայց կարծեմ թե դուք տեղյակ չեք իրադարձություններից, հենց այստեղ ես հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք վեհապարի հորդորով ցանկացած գործողությունների։ Ուրեմն լավ չեք լսել։ Բա ասել ենք, մենք սպասում ենք հորդորի, մենք ինքնագլուխ եկեղեցու հետ կապված որևէ գործողություն չենք անելու։ Հերենյուրը եկեղեցուցա խոսում, բա սպասում ենք, որ ինքնագլուխ բաներ չենք անում, սպասում ենք վեհապարը ինչ կասի։ Դու ինչ կարաս վաբշե անես այ թզուկ։ Մեր եթերից հետո նոր մեղադրանք է ներկայացվել Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանին։ Բեյրութի այդ հյուրանոցում առաջի հարգը այդ կաֆեում, ռեստորանում շպրտած ալկաշի պես թրև է գալի։ Այս վերջերս պատմին, ասում նենց խմե իրեկած կողեր, եկե չէին կարում տանեին։ Ասենք Սերժի թայֆեն էդ է։ Ինչի համար են գործարարները գումարներ փոխանցում Լևոն Քոչարյանին։ Բիզնես գործունեություն ծավալող մի շարք գործարարներ արդեն իսկ Լևոն Քոչարյանի հետ պայմանավորվել են, որպեսզի ֆինանսական աջակցություն ցույց տան քրջ Ռոբերտ Քոչարյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Մեր վերջի ստացած ինֆորմացիան խոսքը գնում է $200,000 մասին։ Սիրուշոյի զարդերը արժեզրկվում են։ Պատճառը քաղաքացիների բոյկոտն է։ Ես պատրաստ եմ ինչքան այնտեղ
թանկարժեք իրանք վզնոց կամ ականջող ունեն, եթե Ռոբերտ Քոչյանը կկրի, ես պատրաստ եմ գնեմ նվեր տամ Ռոբերտ Քոչյանին, այդ ականջողը, այդ զարդերը, թո Քոչյանը Բելայի հետ զարդարվի, այն հայտնի այն Աֆրիկայի այն աբորիգիները որ կան, ինչ կա գցում են վրեքները, կարան տենց Բելայի հետ Ռոբն ու Բելան 26 թվին ընտրությունների մասնակցեն, գնան քվեարկելու։ 2018 թվականից դատախազության սկսված պայքարը վերջապես տվեց իր արդյունքը։ Հայտնի գույքեր են, մեկը Հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին։ Ես կարծում եմ դրանք պետք է հողին հավասարացնել, քանդել եւ դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի լինել չի կարող եւ չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ։ Դե մենք անպայման այդ քանդելու ժամանակ մեր համապատասխան տեխնիկական միջոցներով դրոններով կգնանք, Արտուր, մի հատ Սևանի ափին խորոված կանենք ու կշնորհավորենք Ռուբեն Հայրապետյանին։ Ով է Հայաստանի իսկական դաշնակիցը եւ ինչպես է պատրաստվում պաշտպանել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքային ամբողջականությունը։ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ալիևին փոխանցեք, որ ներդրես քիչ ուտի, այլապես միջուկային զենք կտրամադրեմ Հայաստանին եւ թեման կփակվի։ Այսինքն ես ուզում եմ մեր այնակիցներին նշեմ, որ մենք այսօր ունենք իրական դաշնակիցներ, որոնք հարկ եղած ժամանակ կկիրառեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, սահմանները պահպանելու հանրատեքստում գերժամանակակից ռազմամթերք եւ զինամթերք։ Այս եւ այլ կարևոր թեմաներով լի եթերը դիտեք այս կիրակի, դեկտեմբերի 14-ին, ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։